Ուժեղ տնտեսություն հավասար է ուժեղ պետություն։ Ինչպես եմ սա հիմնավորում։ Առաջին, ուժեղ տնտեսությունը ստեղծում է կայունություն եւ հասարակական համերաշխություն։ Երբ պետությունը տնտեսապես ուժեղ է, նա բանակցում է ոչ թե թույլի, այլ ուժեղի դիրքերից։ Երկրորդ, Փաշինյանի տարիների աղքատությունը եւ բաժանումը։ Այսօր Հայաստանը տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Փաշինյանի իշխանության տարիներին հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։ Նա հոգ է տանում միայն իր շրջապատի մասին, մինչդեռ հասարակությունը ավելի ու ավելի է բաժանվում։ Այս քաղաքականությունը բերում է անկայունության, սոցիալական անարդարության եւ երկրի թուլացման։ Սամվել Կարապետյանը իրական տնտեսություն ստեղծած մարդ է։ Նա տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանում։ Նրա բիզնեսները ստեղծել են հազարավոր աշխատատեղեր տարբեր քաղաքներում եւ համայնքներում։ Նրա բարեգործական ծրագրերը օգնել են հազարավոր ընտանիքների եւ նպաստել հասարակական համերաշխության։ Չորրորդ. Ինչ կփոխվի Կարապետյանի վարչապետությամբ։ Որպես վարչապետ Սամվել Կարապետյանը կարող է տասնապատիկ ավելին անել։ Նրա նպատակն է նվազեցնել գործազրկությունը, կրճատել աղքատությունը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդների համար, զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Ուժեղ տնտեսություն, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն եւ այս ամենը միայն Սամվել Կարապետյանի վարչապետությամբ։